Նիկոլ Փաշինյանին գնաց ժամը հարցնես, խաբելու է։ Ես նիկոլական լինեի, կասեի դու ինչ խաղաղությանն ես դեմ, դու ինչ Տրամպի ուղուն ես դեմ, ուզում ես Ռուսաստանի ծայրագավառ լինես։ Միակ տարբերակը, որ Հայաստանը Սիրիա չդառնա, դա Թուրքիայից տարանջատվելն է։ Ինչ որ բարոյական մարդու մասին վատ բան է ասում փչացած մարդը, դու դրան ուշադրություն չես դարձնում։ Բայց երբ որ փչացած մարդու մասին փչացած մարդը լավ բան է ասում, դու մի տեսակ ավելի ես բանանում, չէ՞, համոզվում, որ ինքը վատն է։ Նիկոլ Փաշինյանի կինը ամեն անգամ որ հաշիվ է փակում, մի քանի միլիոնի հաշիվ է փակում։ Մի քանի միլիոնի։ Քիչ տարբերություն հիմա Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին հետ չի բերում, թե վաղը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կհանձնի։ 26 թվականի հունիսի 7-ը դա այդ ճակատամարտի օրն է։ Պետք է գնալ ու այդ մարդկանց ոչ ասել։ Քանի երկիր է երկիր մոլորակի վրա 2025 թվականին իր տարածքը հոժարակամ զիջել են խեղճ Ուկրաինան, քանի տարի է կռիվա տալիս չի զիջում։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակ, շնորհավորում եմ բոլոր անցած տոները, մենք ուրախ ենք վերադառնալ տաղավար։ Ես ու Ավետիսը այսօր քննարկելու ենք անցյալ ժամանակահատվածի ամենահետաքրքիր քաղաքական իրադարձությունները։ Ողջույն Ավջան, ու նոր տարին շնորհավոր։ Բարև Զարա ջան, նոր տարին եւ մեր դիտորդների կամ հետևորդների նոր տարին եւս շնորհավոր, հույս ունենանք մենք բոլորս տրամադրված ենք, որ այս նոր տարվա մեջ լինելու են դրական փոփոխություններ։ Այո, պիտի ամենասկզբում խնդրեմ մեր հետևորդներին բաժանորդագրվել, մենք այդպիսով կկարողանանք կապը պահպանել, YouTube-ը այդպիսով մեր հաղորդումը ավելի շատ մարդկանց ցույց կտա, համ մեզ լավ կլինի, համ ձեզ լավ կլինի, մի խոսքով։ Իսկ բանում ներքևի հատվածում կարող եք նաև մեկնաբանություններ գրել։ Ես ու Ավետիսը ուշով բոլոր մեկնաբանությունները կարդում ենք ու հաճախ նույնիսկ անդրադառնում ենք մեր հաղորդման շրջանակներում։ Հիմա այնքան բանակը տեղի ունեցել, որ sense մարդ չգիտի ինչից սկսի։ Դա իհարկե Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը, ինչ որ տիրադավների թիվը ոնց որ թե ավելացել է այս ընթացքում, Սամվել Կարապետյանին բաց թողեցին, Բռնեցին բաց թողեցին, գլխավոր ընդդիմադիր ուժը մարդ չի հասկանում գրանցվելու է թե չի գրանցվելու, որովհետև այս գործողություններից որից է լոգիկա ենթադրել հնարավոր չի, գերիներ հետ եկան 4 հոգի էլ ինչ եղել, ասա ինչ եմ Ինձ թվում է դու ամենակարևորը բաց թողեցիր, Հայաստանի արտգործնախարար ներկայացող Արարատ Միրզոյանը ափսոսել է այդ անունը, այդ մարդու վրա, Վաշինգտոնում ստորագրեց Հայաստանի ինքնիշխանության զիջման մի խայտառակ ակտ, որը փաստաթուղթ էլ չես անվանի, դա վերջին երևի 2023 թվականի Արցախի հայաթափումից ու հանձնումից հետո ամենախայտառակ իրադարձությունն էր, գուցե դրանից ավելի խայտառակ։ Հիմա ես նիկոլական լինեի, կասեի դու ինչ խաղաղությանն ես դեմ, դու ինչ Տրամպի ուղուն ես դեմ, ուզում ես Ռուսաստանի ծայրագավառ լինես, քեզ ինչով ձեռ չի տալիս, որ Տրամպի երաշխավորությամբ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Հեն Ադրբեջանից բենզինը գալիս է, Թուրքիայի պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին աջակցում են, ի՞նչն է տրամադրություն գցում։ Զարա, սկսենք նրանից, որ այդ փաստաթղթով փաստացի Հայաստանի տարածքի մի մասը ու ընդ որում անհասկանալի է թե որ մասը, որովհետև այսպես կոչված Թրամփի ուղու երկարությունը հայտնի է, դա 46 կիլոմետր է։ Բայց լայնությունը ոչ մեկ չգիտի ինչքան է։ Լայնությունը ոչ մեկ չգիտի ինչքան է։ Հայաստանը այդ տարածքի նկատմամբ զիջում է 74%-ի բանը, այսինքն վերահսկիչ փաթեթը զիջում է, ընդամենը 26%, այդ 26%-ը որևէ բան չի տալի։ Դու գիտես, որ բաժնետիրական ընկերությունների դեպքում որոշ 50+1, իսկ երբ որ բաժնետերերից մեկը Էնել ամենամեծը Ամերիկան է, այն 26%-ի տերը ընդհանրապես որևէ բան չի որոշում։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանը իր տարածքի մի հսկայական մասը, ընդ որում ելի եմ ասում, անհասկանալի է որ մասը, զիջում է բանին, Ամերիկային։ Եվ այս մարդիկ խոսում էին Հայաստանի ինքնիշխանության մասին։ Հիմա դու ասում ես Ռուսաստանի ծայրագավառ դառնալու մասին։ Ես ուզում եմ, որ մեր հետևորդները, որոնք եւ բոլոր ընդհանրապես բոլոր մտածող մարդիկ, թող մի հատ համեմատություն անեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի եւ
այս հունվարին ստորագրված փաստաթղթերի միջև։ Համատությունը անում են, ասում են ընդեղ էլ էր գրած, որ պիտի Անխոչնդոտ։ խոչընդոտ պիտի բացվեն ճանապարհները եւ վերահսկողությունը պիտի լինի ՌԴ-ին։ Հիմա քեզ ինչով ձեռ չի տալիս, Լսի, որ վերահսկողությունը ԱՄՆ-ինն է, դուրս չի գալիս։ Լսի, ինչ երբ խնդիր։ որ ռուսները գրում էին, որ մենք ընդամենը հսկելու ենք անվտանգությունը։ Մենք ընդամենը այդ փաստաթղթով ռուսները փայ չէին մտել Հայաստանի Հիմա հետ։ ինչ ամերիկացի գալու են փորեն հանքեր դնեն այդ հատվածում, էլի վերահսկելու են, էլի։ Զարա ջան, այդ հատվածի ամբողջ եկամուտը, հասկանում ես, նախ եկամուտը գնալու է ամերիկացիներին եւ երկրորդը Հայաստանը այդ տարածքի նկատմամբ այսինքն այդ տարածքում ինչ որ կատարվելու է ամերիկացիների ցանկությամբ։ Ինչ վերաբերում է իրանց ցանկությամբ, իրանց տնօրինության տակ։ Հիմա ես չեմ, այո, շեշտադրում անենք, օրինակ նայ, պատերազմի օրերին մենք չէինք կարող զենքներ մուծել, չէ՞, Վրաստանը օրինակ նույնիսկ թույլ չէր տալիս, չգիտեմ, բժշկական ինչ որ պարագաների Իհարկե, եւ այդ տարած զենքը գալիս էր Իրանով։ Իրանով էր գալիս։ Հիմա աստված չանի պատերազմ լինի։ Կարեն հենց լինի, որ այդ զենքը Հայաստան մտնելուց Իրանից Թրամփի ուղու վրա կանգնացնեն, ասեն, չէ, տղեկ, մենք հակամարտող պետություններին թույլ չենք տալիս զենք ձեռք բերել, որ իրանք ավելի շատ արույն չթափեն։ Զարա ջան, նախ սկսենք նրանից, որ Ամերիկան եւ Իրանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ճշնամի երկրներ են։ Հիմա Իրանից Հայաստան բեռնափոխադրումները ընդհանրապես ամերիկացիները կարան ասեն, որ մեր հսկողության տակ գտնվող տարածքով չենք թույլ տալու անցնի։ Լսի, իհարկե, տես իրանցիները այդ մտահոգություն ունեն։ Հայաստանում Իրանի դեսպանը ստեղ հայտարարեց, որ Իրանում նման տեսակետ է ձևավորվում, որ Հայաստանը վերածվում է հակաիրանական կենտրոնի։ Պատկերացնում ես, ոչ թե հակաիրանական տարածքի, այլ կենտրոն։ Դու Ստատուսը բարձրացել է։ Այսինքն թշնամի երկրների, Իրանի թշնամի երկրների հավաքատեղի, կենտրոնակայանի։ Եվ դու ո՞նց ես պատկերացնում, եթե օրինակ լսի, Հայաստանի իշխանությունները ասում են, որ մենք Իրանի իշխանություններին հավաստիացնում ենք, որ այդ ուղին չի օգտագործվի ձեր դեմ։ Լսի, ինչ քանի կոպեկի արժեք ունի Հայաստանի իշխանությունների հավաստիացումը։ Քանի կոպեկի։ Հայաստանի իշխանությունները, որ իրանց ընտանիքի անդամներին են բան հավաստիացնում, անգամ այդ չեն կատարում, որ մնաց Իրանի Բոլորը գիտեն, որ Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանը երբեք ճիշտ բան չի ասել։ Այսինքն ինչ ասելա, սուտ է ասել։ Նույնիսկ եթե գնաս Իրան կարա, լավ էլ ուզում եմ ես այդ իրավիճակը պատկերացնում, օրինակ Թրամփը բերում է հետախույզներ, չգիտեմ ինչ, հակաօթային ինչ որ բաներ ա դնում այդ տարածքում, ինքը գնալու ասի, չէ, ես չեմ թողել։ Ես ընդ 23% ունեմ հանի, 26, հա, հանի այդ տարածքից։ Բարձա չէ, որ այդ խոսակցություն չի կարա լինի։ Լսի, այդ 26%-ը շատ սիմվոլիկ մի հատ բան է, որ տվել են։ Մի հատ բուտկա դնելու տեղն է, էլի։ Հա, էլի, հա։ Ես էլի եմ ասում, դու պատկերացնում ես, ասենք Հայաստանի իշխանություն Նիկոլ Փաշինյանին գնաս ժամը հարցնես, խաբելու է։ 100%-ով։ Ես քեզ ասեմ, ասենք գնաս քո ձեռքն է ժամը լինի, որ ստուգես, այդ մարդը չի կարա ճիշտ բան ասի։ Հիմա այսինքն մենք Իրանի նկատմամբ թշնամական գործողություն ենք անում։ Հիմա կարաս ասես, դե հիմի չհասկացա, որ մենք չի Իրանի քաղաքական, չգիտեմ, իրավիճակը։ Մենք մեր երկրի անվտանգությունը, խաղաղությունը պիտի ապահովենք։ Մեր երկրի շահը, մեր ձեռ, բայց մեզ էլ ձեռ չի տալի։ Լսի, ինչով է ձեռք տալի, երբ որ դու քո երկրի տարածքը թղթով զիջում ես բանի։ Այդտենց էլի բոլոր երկրները սիրով կզիջեն, էլի, ինչ խնդիր կա։ Ասենք քանի երկիր է երկիր մոլորակի վրա 2025 թվականին իր տարածքը հոժարակամ զիջել են, խեղճ Ուկրաինան քանի տարի է կռիվա տալիս չի զիջում, որ մնաց սենց։ Զարա, հենց հիմա, հենց երեք Դանիայում, Կոպենհագենում ցույցեր են տեղի ունենում ամերիկացիների դեմ։ Կարգախոսները հետևյալն են, ամերիկացիները Գրենլանդիա, Yankee go home, այդ հայտնի, ամենահայտնի կարգախոսն է հակաամերիկյան, Յանկիներ գնացեք տուն, որը ուղղված է ընդհանրապես ամերիկյան գերիշխանությանը։ Լսի, հայ ժողովուրդը այդքան չկա, ամոթել ասել դանիացիների չափել չկա, որ Թվում է հայ ժողովուրդը ուղղակի չի հասկացել։ Իշխանությունը չի բացատրում, ավելի շուտ սուտ է բացատրում, ասում է, սա խաղաղություն է, սա անվտանգություն է, սա ԱՄՆ-ի երաշխիքն է տարածաշրջանի խաղաղության, իսկ անդիմությունը այդքան լսելի չի, որ իր ձայնը հասնի այդ հայ ժողովուրդ ասածին։ Ոչ, դու սխալվում ես։
իշխանության մասով ես քո դիրքորոշման հետ մի մասով համաձայն եմ։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը Հայաստանը լուծարման ճանապարհով է տանում, բայց այս փաստաթուղթը իրան պետքա մի բանի համար, որ ինքը ստանա իր վերարտադրության համար ամերիկացիների երաշխիքը։ Ամերիկացիները ասեն, դե քանի որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ թուղթը, արի օգնենք իրան, որ ինքն էլ այդ Բայց իր թվում է օգնողները ամերիկացիները չեն, էլի այս պարագայում։ թուրքերը նկատի ունեն։ Նա- Դե լսի, ասում Ինչքան էլ որ չմանիպուլացնի իշխանության տարբեր մակարդակներում իրանց սպիկերները չփորձեն խճճել, խառնել, բանանել, թե Ֆիդանի, Ֆիդան, հա։ Հա, Ֆիդանի բաները Հական Ֆիդան ագործնախարար, որ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, մեկը իրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ու այնքան բացահայտ են աջակցում, որ ինձ թվում է անգամ վնասում են դրանով Նիկոլ Փաշինյանին։ Չեն վնասում։ Քեզ է թվում թե Չեն վնասում։ վնասում։ Չէ, իհարկե Հիմա ոչ։ ասենք բարձա չէ որ այս երկրում մեծամասնությունը թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի։ Մեծամասնությունը թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, մի մասն էլ դրական վերաբերմունք ունի։ Հիմի օրինակ Դե դու որ դրական ունի, ասես թե Նիկոլ էր ընտրելու, բայց հիմա այն բոլոր բացասական վերաբերմունք ունեցող մարդիկ մեսիջ ստացան, որ սա թուրքերի դրածո իշխանությունն է, ավելի ակնհայտ, ավելի բացահայտ հնարավոր չէ։ Ալեն Սիմոնյանն էլ ասաց շնորհակալություն, լսի։ Հա, ասաց գնացեք վերնագիր դրեք, ես էլ իրան եմ Հա, շնորհակալություն շնորհակալություն են հայտնում, իհարկե, բայց ինչի պետք է շնորհակալություն չհայտնեն։ Աս այդ մարդը երբ որ ասում է, որ մենք աջակցում ենք, ի՞նչ է նշանակում։ Թուրքիան ինչով կարա աջակցի։ Ասում է հայ ժողովուրդ, եթե հանգարց Նիկոլ Փաշինյանին չընտրեք, Մենք կտխրենք։ Չէ, մենք չենք տխրի, մենք մի հատ 15 թիվ կանենք, 1915 թիվ կանենք։ Բա աջակցել Տենց բաներ մի ասա, էլի աղբոր պես այս ժողովուրդը տենց բաներին հավատում է, էլի։ Սա բլեֆ է, մեծ բլեֆ է, որը իրանք փորձում են դրսից այս տղուն ինչով կարան օգնեն։ Բայց ինձ թվում է, այսեն, գիտես, բան կա, չէ, եթե ինչ որ բարոյական մարդու մասին վատ բան է ասում փչացած մարդը, դու դրան ուշադրություն չես դարձնում։ Բայց երբ որ փչացած մարդու մասին փչացած մարդը լավ բան է ասում, դու մի տեսակ ավելի ես բանանում, չէ, համոզվում, որ ինքը վատն է։ Զարա, երբ որ դու ասում ես հայ ժողովրդին պետք չի վախացնել, ես քեզ մի բան ասեմ, եթե դու նայես Թուրքիայի շրջապատը, դու կտեսնես, որ Թուրքիան բազմաթիվ երկրներում ռազմական ներկայություն ունի իր հարևան տարածքում եւ ոչ միայն հարևան տարածքներում։ Այ ինչ հանձնվենք Նիկոլին հավերժ իշխանություն պահենք, ինչա թե Թուրքիան կարա մեր երկիրը սիրասարքի։ Ընդհակառակը, միակ տարբերակը, որ Հայաստանը Սիրիա չդառնա, դա Թուրքիայից տարանջատվելն է, Նիկոլ Փաշինյանին մերժելը։ Ով է ասում։ Ընդհակառակը հասարակ մարդը մտածում ասում է թուրքերը սպառնում են, ասում են Նիկոլը չընտրվի, ձեր վերջը գալու է։ Թող այս Նիկոլը մնաց լավ, էլի հայ է, էլի չգիտեմ ինչ է, թող մնա։ Վերջը կարա ավելի վատ լինի։ Բա որ Սիրիա լինի, ուր ենք գնա։ Լսի, Հայաստանը Նիկոլովա Սիրիա լինում։ Հասկանում ես, երբ որ քո երկրի իշխանությունը թուրքա հպատակ է, լսի, այդ ժամանակ է երկիրը Սիրիա դառնում։ Հիմի ես քեզ sense պար Սիրիայի օրինակը բերեմ։ Թուրքիան Սիրիա Իրանով արեց այն ժամանակ, երբ որ այնտեղ Ասադներ, թե որ հիմա է։ Իհարկե, որովհետեւ բայց այդ էլ են դեպքն է, որ Ասադը համար ընկալվում էր որպես տենց այլ ուժերի ներկայացուցիչ, ավելի շատ պրոռուսական եւ այլը, թուրքերը կարողացան ձեռից առնեն, էլի։ Հա, ձեռից առան, իհարկե ձեռից առան։ Կարող է այնան մեր ձեռից էլ առնեն երկիրը վերջնական։ Լսի, եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, ուրեմն կարած չկասկածես։ Հա, դա հաշվի որ Թուրքիան առել է մեր երկիրը մեր ձեռից։ Ինչ է։ Մի հատ արի գիտես ինչ անենք։ Բան անենք, էլի սխալների շարք անենք, որովհետև ինձ թվում է այս ընթացքում լիքը բան տեղի ունեցավ, որ sense բոլորը սխալ էր։ Այդ Ֆիդանի բանը հայտարարությունը սխալ էր, ռեյտինգի առումով սխալ էր, անկեղծ լինենք։ Զարա, նայ, երբ որ մի երկիր ուզում է մյուս երկիրը գրավի, ու ինքը իրան ուժեղ է զգում, ինքը չի թաքցնում։ Երբ որ ես ասում եմ, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ Թուրքիան, ինչի դու մտածում ես, որ 18 թվին թուրքերը մտնում էին, պետք է հարձակվում էին Հայաստանի վրա գաղտնի էին պահում։ Ես ասում եմ, որ 26 թվի հունիսի 7-ը հայ ժողովրդի համար երկրորդ Սարդարապատ է։ Հիմի հայ ժողովուրդը պատրաստ է իր ինքնիշխանության, իր անկախության համար կռիվ տա։
Թե Իտալիա կամավոր հանձնվի 18 թվականին հայ ժողովուրդը գիտեր, չէ, որ հիմի ասեն, գիտեք ինչ կա, արեք հայ ժողովրդին չվախացնենք, ասենք այն մարդ, չէ, թուրքերը չեն հարձակվելու։ Ասա արեք չվախացնենք, պանիկա չանենք։ Այդ թուրքերը կգային կհարեն։ Ես պրոստը վստահ եմ, որ չեն հարձակվելու, անկեղծ վստահ եմ դրա։ Լսի, ուրեմն քեզ ասեմ։ Նիկոլը չընտրվի, ոչ մի գործողություն չի լինել։ Ոչ մի, որ Նիկոլը ընտրվի, Նիկոլը հոժարակամ ամեն ինչ տալու է, էլի գործողություն չի լինելու, իսկ որ չընտրվի, էլի ոչ մի բան չի։ Ես չեմ ասում, որ անպայման հարձակվելու են, որովհետեւ Բլեֆ է, էլի։ մի հատ փաստ կա, որ իրանց կարա կանգնացնի։ Դա էլի ռուսական զորքն է։ Ռուսական, լսի, իրանց կողմից է կանգնած, էլի ուրիշ տեղից չի։ Հա, իրանցից պաշտպանելու համար, իրանց դեմ է կանգնած, հա։ Հիմա ես քեզ հարց եմ տալի, ինչա, ասենք թուրքերը Հայաստանի կառավարությունից կամ Հայաստանի բանակից պետք է վախենան, որ մտնեն Հայաստան։ Լսի, Թուրքիան զորք ունի Կիպրոսում, Թուրքիան զորք ունի Քաթարում, Թուրքիան զորք ունի Սիրիայում, Թուրքիան զորք ունի Լիբիայում։ Շատ ուրախ ենք իրանց համար, թող ընդեղ են մնան, մեր երկիր չմտնեն։ Իրաքում, ես ուզում եմ ասեմ, որ սենց հաշվելով գնաց, դու կտենաս թե քանի երկում Թուրքիան բռնի զորք է մտցրել։ Ու չի դուրս գալի։ Ու մեր այդ ընկալումը, ներքին ընկալումը, ներքին այդ վստահությունը, որ Թուրքիան չի մտնի Հայաստան։ Գիտես, մենակ մի հոգեբանական ֆակտորի վրա է հիմնված, որ սովետական միության ժամանակ մենք պաշտպանված ենք եղել, ռուսական։ Մենք sense tenants ընկալվում ենք որպես այդ, չգիտեմ, սովետի ֆորպոստը, հա, այդ առաջին պետությունը, սովետական միության վերջին պետությունը, լավ, այս կողմից, էլի։ Ու անկեղծ, հա, մեր վստահությունը նաև դրանով ապահովում։ Մենք ոչ թե մեր ուժով ենք վստահ, այսինքն մենք այնքան ուժեղ բանակ ունենք, այնքան ուժեղ սպառազինություն ունենք, որ թույլ չենք տա, ոնց կարա Թուրքիա։ Մենք ուղղակի հոգեբանորեն Արասում ենք, չհասկացան կարա, ոնց կարա Թուրքիան մտնի Հայաստան։ Լավ, թողնենք այդ թուրքերին ու Թուրքիային, թող իրանց սպառնալիքները ու, չգիտեմ, բլեֆերը իրանց պահեն։ Երկրորդը, բայց ես մի հատ ուրիշ բան էի, դու ինձի։ Ամենակարևոր թեման հիմա չենք հասցնի խոսալ։ Չէ, կհասցնենք, մի հատ ես քեզ մի հատ նախադասություն եմ ասում, բան։ Թրամփի ուղին Նիկոլը օգտագործում է իր իշխանությունը ամրապնդելու եւ ամերիկացիներից ու ամերիկացիներից հիմնականում աջակցություն ստանալու համար Հայաստանի ընդդիմությունը դրա դեմ չի բողոքում մի պատճառով, որ ամերիկացիների հետ հարաբերությունները չվատացնի, որ ամերիկացիները չասեն, ախպեր, դե հիմա իրանց հոգեբանությունը էս է, եթե մենք Թրամփի ուղու դեմ պայքարենք կամ դրա դեմ անհամաձայնություն հայտնենք, ամերիկացիները մեր հետ կթարցվեն, սենց հայերեն ասած, այո, զառա Սա Այստեղ մի հատ մեծ վերապահում կա։ Այս ամեն ինչը շարունակվում է, քանի թե Հայաստանը բուջուր մանրադրամա ուկրաինական, ռուսական, ամերիկյան այդ բանակցությունների շրջանակներում։ Սա մենք պրոստը բոնուսով գնալու ենք, նստելու ենք բանի վրա, Ուկրաինայի այն տարածքների վրա, որը տալու են Ռուսաստանին, մենք էլ բոնուսով գնալու ենք ռուսական ազդեցության տակ ենք մտնել։ Ամերիկացիքը սիրով հրաժարվելու են այստեղ այդ պրոյեկտից։ Ասելու են, մենք այս տարածաշրջանում ներկայություն չենք կարողանա ապահովենք, մենք մեր դաշնակից Ռուսաստանին բան ենք անում, խնդրում ենք այս հատվածում վերահսկել։ Իսկ կարող է ասեն մեր դաշնակից Թուրքիային ենք տալի։ Այդ էլ կարա լինի, այդ վատ տարբերակն է, եթե ռուսները չհամաձայնվեն ամերիկյան տարբերակին Ուկրաինայում։ Այդ այս բանն է։ Պարքավճարները։ Արա այս խայտարակություններից սկզբում մոռացա դրա մասին ասեմ, ինչքան 7 միլիարդ դրամ պարքավճարա տվել, հա, ընդհանուր, հա, 7 միլիոն դրամ մարդը նախարարներն են ստացել, 12 միլիոն ինքնա չէ ստացել։ Չէ, շատ, ասեց ամսական 1.5 միլիոն դրամ եմ ստացել, ինքը ասեց, ամսական հավելավճար, այսինքն դա գալիս է 18 միլիոն։ Եթե 10 տարվա վերջում էլ հա, 12 ստացել, Չաղլոյա ստացել։ Ու վարչապետներն են ստացել, ազգային ժողովի падգամավորները 3 միլիոն դրամ են ստացել, բայց էլի Պեկում ինչ որ 1 միլիարդ դրամ մենակ Պեկում պարքավճար են տվել։ Մի հատ Պրոստը ինձ բացատրի, էլի իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Քարոզարշավից առաջ, սենց պետություններում, որը մերն է, չէ, այսինքն աղքատության բարձր ցուցանիշներով, թոշականքների բարձր ցուցանիշներով հակառակն են անում իշխանությունները։ Իրանց вообще աշխատավարձներ դնում են, ասենք ինչ որ ֆոնդ, այդ ֆոնդից օրինակ թոշակառուներին մարդա մի հատ ավել թոշակ են տալիս։ Ոչ թե իրանց նախարարներին պարքավճար են տալի։ Ինչի ասեն սխալ բան անում։ Ինչ է ժողովրդին կատաղացնում գցում Իրաջանը ընտրություններից առաջ։ Զարա ջան, ես նորից եմ պնդում, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը արդար ընտրություններով
հաղթելու որևէ հնարավորություն չունի։ Հա, բայց իմաստունի 7 միլիոն դրամ Այո։ տասրկուի գալյան։ Նախ ես քեզ մի բան ասեմ։ Իրականում այդ 7 միլիոնը ծիծաղելի փող է։ Ծիծաղելի։ Լսի, Նիկոլ Փաշինյանի ստացած այդ 12 միլիոնը, $1000 է, ծիծաղելի։ լսի, Նիկոլ Փաշինյանի կինը ամեն անգամ որ հաշիվ է փակում, մի քանի միլիոնի հաշիվ է փակում։ Մի քանի միլիոնի։ Հա, որ երկրում։ Հայաստանում։ Ես ուստար Հայաստանին հաշիվ չեն էլ բերում։ Բերում են, ուրեմն հայ ժողովրդի մեծ մասը երևի չգիտի, օրինակ Աննա Հակոբյանը որտեղ է իր հանգիստը, ասենք ամառային ժամանցը կազմակերպում։ Ձորում մի հատ ռեստորան կա, ամառ ռեստորան։ Հա, գիտեմ։ Ամենաթանկ խայտարակ, մեր դիտողները չեն կարա պատկերացնել։ 12000 դրամ բանն է, ստեյքը արժի։ Ստեյքը 12000 դրամ։ Ինձ թվում է ավելի թանկ արժի, որովհետև ինձ ասեցին, այդտեղ այցելողներից մեկն ասեց, որ մի պուճուր կտոր խմորեղենը արժի 10000 դրամ։ Կարար լինի։ Հա, այնպես որ ստեյքը ինձ թվում է 120000 արժի։ Հա։ Ինչ ամառում հաշիվ եմ բերում։ Այո, եւ ինքը իր աղջիկների հետ ամեն օր ընդեղ է լինում։ Լսի, մարդիկ հաշվել էին, որ Աննա Հակոբյանի վրայի մենակ զարդերը, չգիտեմ քանի 8 միլիոն դրամ տեին։ Լսի, դու մտածում ես 12 միլիոն դրամ ստացողը կարա 8 միլիոնի զարդ առնի։ Ես մտածում եմ, որ 12 միլիոն դրամ բյուջեից հիմա օֆիցիալ, բացահայտ, հանել ինքս ինձ տալը, սխալ է, այս ժողովուրդը կատաղելու ասելու, դու նախկիններից ավելի թալանչի ես։ Ոչ, ես քեզ մի բան ասեմ, իրականում սրա բացատրությունը հետևյալն է։ Դու հարցին մի հատ ուրիշ ռակուրս, հասարակության մեծ մասը տենց է նայում, բայց կա մի հատ ուրիշ պատճառ։ Նայ, իրականում մարդիկ տեսնում են, թե ոնց են ապրում նախարարները, փոխնախարարները, մարզպետները։ Նրանք ապրում են շատ ճոխ։ Նրանք ապրում են ոչ թե 10 միլիոն դրամի կարգի, նրանք ապրում են միլիարդատերերի, դոլարային միլիարդատերերի նման։ Լսի, այս չեզոքասնի այդ էֆեկտը, ոչ թե տալան չեն անում, այո, սա իրանց աշխատավարձով է։ Զարա, համոզված եղի, Հայաստանը փոքր երկիր է, այդ մարդիկ ամեն օր գիտես ինչ զանգում են, հասնում են, արա խնդալու է, այդ թվերը որ հայտարարվում է 7 միլիոն, չգիտեմ 10 միլիոն։ Դա խնդալու է, որովհետև նախարարը ասում է չեմ հիշում, ոնց որ 7։ Ապա որտեվ իր համար դա փող չի։ 7 միլիոն քարտից նստի չհիշես։ Որտեվ դա կյանքս կհիշեմ։ Զարա, դա իրանց համար փող չի, լսի, Նիկոլ Փաշինյանի համար 10 միլիոն դրամը, ինչ ասեմ, ախպեր, ոնց որ իմ համար 10 կոպեկը, 10 դրամը։ Ամիս ինչքան են դաչեկի վրա ծախսում, 4։ Որտեղ է ծախսում, սկսենք այդտեղից, լավ։ Ախպեր, ուտելիքը ձրի է, կոմունալը ձրի է, ավտոները ձրի է, ճամփորդությունները ձրի է, ախրանան ձրի է, ոչ մի բանի վրա ծախսելու տեղ չունի։ Ինչին է պետք այդ փողը։ Այդ փողը, որը հրապարակվել է հատուկ, այդ խոսակցությունը, որ դրվել է շրջանառության մեջ ու մարդկանց բերանին ծամոնա դարձե, դա արվում է հատուկ քարոզչական նպատակներով, որ մենք դա անում ենք իբրև թե ոչ թե գողության թալանի, այլ իբրև թե մեզ օրինական տված աշխատավարձերի հաշվին։ Ընդամենը մի բանի, մարդիկ էլ սենց կուտը ուտում են, սկսում են քննարկել, արա 6 միլիոն, 7 միլիոն, լսի նախարարի, մարզպետի համար 7 միլիոն դոլարը փող չի։ Նիկոլ Փաշինյանին համար 7 միլիոնը չէ, 70 միլիոն դոլարը փող չի։ Ես համաձայն եմ, հա։ Բայց եթե համաձայն ես, նստել են քննարկում ենք 10 միլիոն։ Պրոստը ես այդ եմ ասում, հասկանում ես, այդ է խնդիրը։ Ոչ թե քննարկում ենք ինչքան է փող կամ ինչքան փող չի։ Ես ասում եմ, հիմարությունը ընտրություններից առաջ տենց բան անելը։ Լսի, եթե Հայաստանը չլներ փոքր երկիր, ես քո հետ համաձայն կլինեի, բայց քանի որ Հայաստանը չափազանց փոքր երկիր է ու մարդիկ տեսնում են, թե ինչ կենցաղով են իրանք ապրում, տեսնում են, թե ինչ ցոփ, շվայտ, չգիտեմ, ինչ բառ ասեմ։ Կայֆեր կայծերի մեջ են, չգիտեմ, ռեստորաններում ինչ հաշիվներ են փակում, ասենք կարող է 300,000 դրամանոց օղի պատվիրեն։ Դու գիտես, որ տենց օղիներ կան։ Օրինակ ինձ ծանոթներից մեկը ասեց, կես լիտր 300,000 դրամ։ Պրոսիարա ոնց կարա։ Ասեց Ավետիչ ջան, մի զարման։ Չի օղի է։ Օղի է, հա։ Ինչ-որ լեհական արտադրության Բիլվիդեր օղի է։ Ախպեր, ես չգիտեմ, բայց գիտեմ, ասենք դվինում ծնունդ անելը, դվինը փագելը, միջոցառում անելը շատ թանկ հաճույք է, շատ։ Ուրեմն տես, հիմա Հայաստանում ախր լիքը մարդիկ այդ թանկ օբյեկտները գնում են, ասենք այդ ամառում հոմենակ Աննան ու իր աղջիկերը չեն գնում։
լիքը ուրիշ մարդիկ են գնում։ Սրանք գնում են, իրենց շրջապատին են պատմում, թե սրանք ինչ փողերի մեջ են, ու ոչ միայն Աննա Հակոբյանը, այդ նախարարները տներ են առնում, մեքենաներ են առնում, չգիտեմ, լսի մարդկանց մոտ հարց առաջանում, արա, բա լավ, սրանք որ չեն գողանում։ Բլավ այս փողը որտեղից, ուրեմն գողանում են։ Նիկոլ Փաշինյանը ասում է, չէ, արա, այս հայ ժողովուրդ ջան, այս մարդիկ չեն գողանում։ Ես դրանց ուղղակի բյուջեի միջոցներից պարգևատրում եմ։ Այդ որ տեսնում եք, այտենց որ այտենց ծախսում են, դա օրինական իրանց ստացած բանն է։ Չեմ կարող 10,000 դրամ ձեր թոշակն ավելացնեմ, դուք մեռնելով, կոտորվելով ձմեռվա կոմունալները չեք կարող վճարեք ցուրտ տներում եք նստած, իրանք էլ դե մարդամի 7 միլիոն ստացել են, էլի։ Լսի դա ինչքանով է ճիշտ Քարոզարշավի շրջանակներում։ Ինչ Քարոզարշավ։ Շուշություն է։ Բայց ինչ Քարոզարշավ։ Նիկոլ Փաշինյանը վախենալու բան չունի։ Հական Ֆիդանը աջակցում է, Էրդողանը աջակցում է, Ալիևը աջակցում է, Թրամփը աջակցում է, Արամ Սարգսյանն էլ վրից աջակցում։ Անգլիացիները աջակցում են, հայտարարեց, չէ՞, դեսպանը։ Եվրոպացիները աջակցում են։ Հիմի պատկերացա հայ ժողովուրդը այդ բանի 7 գլխանի հրեշի դեմ։ Ախպետ ջան։ Հեշտ ու հանգիստ եմ ես այդ դա պատկերացնում։ Ես Այդ իր աջակցողներից ոչ մեկը ձայն չունի։ Ոչ մեկը չի գնալու քվեաթերթիկի վրա փիչկա չի դնել։ Զարա ջան, մի բան կա, որ աշխարհի բազմաթիվ երկրներ այտենց ունենալով, այտենց բռնապետներ ունենալով այտենց բազմաթիվ աջակիցներ կործանվել են, որովհետև իրանց հասարակությունները հելել են ասել են ախպեր ջան, մեր երկրի տերը մենք ենք, հերիքա դուք ստեղ բան որոշեք։ Այո։ Հայաստանի համար ճակատագրական պահա, լսի, էլի եմ ասում 18 թվին Արամ Մանուկյանը հելավ ասես պետք է գնանք կռվենք, չէ՞, կազմակերպեց այդ կռիվը։ Հիմի հարցը էսա, դա այս 26 թվին ելնելու է մի մարդ, որը կազմակերպի ճակատամարտը, հայ ժողովուրդը պատրաստ է կռվելու։ Ես վստահ եմ, որ լինելու է, ընդ որում, չգիտես ինչի, մոտ սկսել է կամած այդ միտքը առաջանալ, որ դա ընդհանուր ճակատամարտ է լինելու։ Իհարկե ընդհանուր։ Որտենց գիտես ինչ ալին, ինչ որ մեկը կոչով ա դիմելու ու բոլորն են միանալու, էլի, դա անսպասելի մեր համար։ Հա, որովհետև էլի եմ ասում, հայ ժողովուրդը ինքը, այդ որ դու ասում ես հայ ժողովրդին պետք չի բան անել, վախեցնել կամ խուճապի մատնել։ Ընդհակառակը, հայ ժողովուրդը կռվից, իր ազատության համար կռվից չի վախենում։ Ու պետքա հայ ժողովրդին ասել, որ 26 թվականի հունիսի 7-ը դա այդ ճակատամարտի օրն է, պետքա գնալ ու այդ մարդկանց ոչ ասել։ Այդ մարդկանց չէ, այդ մարդուն։ Այդ մարդկանց դե մի խումբ կա, էլի մենակ ինքը չի։ Այն հա իր սատելիտներն էլ հետը կտանի։ Մեկ էլ գիտես ինչ եմ ուզում, մի թեթևել այդ քննարկենք ու երևի թե այսօրվա հաղորդումը սահմանափակենք այդքանով։ Բերում է 4 գերի հրաշալի նորությունը, մենք բոլորս սպասում էինք 5 տարի ադրբեջանական բերդում գերի լինելը դա երևի Աստծո անեծք ավելի վատ բան չի կարա լինի, բայց դրա հետ մեկտեղ բացարձակ չի խոսվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերության մասին, նրանց վերադարձի մասին, չի հիշատակվում, մի խոսքով ոնց որ իր գերիները մենակ այս գերիներն են Արցախի նախագահներն ու ռազմական ղեկավարները իրան չեն վերաբերվում։ Ինչի ասենց։ Նախ գերիների հետ կապված մի երկու դիտարկում անեմ։ Հիշում ես, որ ինքը ասեց, սա փոխանակում չի։ Այսինքն Դու ասեց, երկու սիրացի մարդասպանին տվեցին, պլյուս այս ճանապարհը ինձ թվում է տվեցին, դա էլ մեջն է։ Չէ, ինչի է ասում, որ սա փոխանակում չի։ Որ եթե փոխանակում ես, պետք է Չէ, նայ, նույն օրը տեղի ունեցավ, չէ, բայց ինքը հերքում է, ասում է դա փոխանակում չի, դրանք ուղղակի համընկնում են, ըհը, որովհետև երբ որ ինքը ասի փոխանակում են, ադրբեջանական բանտում գտնվող մյուս մարդիկ եւ մարդկանց հարազատները կասեն ընկեր, լսի, էլ դու փոխանակելու, էլ դու տալու բան չունես։ Էլ ոչ սիրիացի գերի կա, ոչ Թրամփի ուղի կա, ոչ մի բան չկա։ Այսինքն դու հանձնեցիր այդ մարդկանց մշտապես։ Հա։ Դե տենց էլ հանձնել է, էլի փաստացի, եթե ինքը բանակցություններ չի վարել։ Եվ երկրորդ դիտարկումը։ Ինչի փոխանակեց հենց այս մարդկանց հետ, որովհետև այս մարդիկ ես դեմ չեմ, որ իրանք եկան, ես շատ ուրախ եմ, իհարկե ուրախ եմ իրանց հարազատների համար այդ երջանկությունը։ Պրոստը հասկանում ենք, որ խաղաղության բանում կոնցեպտում բոլորը հետ կան, ոչ թե 4 հոգի։ Իհարկե։ Եվ երկրորդը, Զարա ջան,
Այս մարդիկ քաղաքական դեմքեր չեն եւ իրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ չեն ներկայացնում։ Մնացած մարդիկ, այն ովքեր մնացին, հատկապես ես նկատի ունեմ Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, այս մարդկանց, ասենք, նույն նաև մյուսներին, թերևս բացի մի երկու բացառություններով բացի։ Դեռ 19 հոգի Ադրբեջանի բերդում։ Դրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության համար մեծագույն վտանգ են ներկայացնում, թե իրանց ունեցած ինֆորմացիայով, թե իրանց քաղաքական ակտիվությամբ։ Բայց դա ինչ անբարոյականության մակարդակ է, եթե դու հնարավորություն ունես փոխանակելու մարդուն ու չես փոխանակում, որովհետև քո իշխանությանը կարա վտանգ սպառնա այդ մարդու վերադարձը։ Զարա ջան, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կապված քննարկումների ժամանակ բարոյականություն կամ անբարոյականություն բառերը մի օգտագործի։ Բաներ կան, ասենք, չկան բաներ։ Մահը ավելի նախընտրելի է, քան Բաքվի բերդում լինելը։ Ինչ տենց է թվում, էլի, որ ասենք մեր պատկերացմամբ ավելի վատ տեղ աշխարհում ուղղակի գոյություն չունի։ Ոնց կարելի է թողնել այդ մարդկանց այդ բերդում, ասել Զարա ջան, գա խանգարելու ընտրություններին, գալու է առաջադրվի, չգիտեմ, կուսակցություն բացի, չի կարելի։ Իմ իշխանության համար վտանգ ներկայացնի։ Լսի, Նիկոլ Փաշինյանը այնքան է կպած այդ իշխանությանը, որ դրա համար ոչ թե պատրաստ է այդ գերիներին հետ չբերի, եթե պետք է լինի, իր քաղաքական մարդել կուղարկի։ Օրինակ իմիջիալից այդ խոսակցությունները կան, որ ասում են ուշ թե շուտ թե Ադրբեջանը պահանջելու է, չէ, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին որպես պատերազմած։ Դե ոչ միայն, լսի, կարող է հայ ժողովրդի կեսին պահանջի։ Դա կեսին դժվար, բայց այդ մի քանի հոգի կա, բան առանցքային, որ հաստատ պահանջել է։ Բա որ արտահանձնեց։ Չէ, լսի, ես ինչ եմ ասում կեսին։ Դեռ կեսը կցես տես պատերազմի մասնակցել է, հա։ Մի մասը մասնակցել է, մի մասը օգնել է, մի մասը զենքի փողա տվել, ասեք այդ բանով, հա, շարունակել անվերջ շարունակել։ Հա, բա ոնց։ Չէ, բայց այս դեպքում պատկերացնում ես, ասենք երկրի, այդ նույնն է, էլի, համարժեք, ասենք, ի տարբերություն հիմա Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին հետ չի բերում, թե վաղը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կհանձնի։ Ոչ մի տարբերություն չկա, ես էլի եմ ասում, այնտեղ ծառայած զինվորներին եթե հանձնի։ Ինչ դրամա։ Զինվորներն են խի։ Մի ամբողջ ազգ այնտեղ ապրել է, 120,000 արցախցի կա, էլի 150 նույնիսկ։ Հա, կարա հանգիստ հանձնել։ Դե հիմի դու ասում ես Ուղղակի գիտես վատը որն է, այսեն դեպքն է, որ դու դաժե չես կարող ասես, մաղթում եմ, որ ինքը ադրբեջանական բերդում հայտնվի, որտեղ ադրբեջանական բերդում իրան կայֆ անելու, իրան ընտիր ալնելու, ինքը ուտելու, ախմելու, տելևիզորը նայելու, ինտերնետը ունենալու։ Այնտես տեղել հարազատ, ուզում ես ասես հարազատ, հոգի հարազատ միջավայրում է։ Գլխներին դրած պահելու են, էլի, բարձա չէ, որ իրանց ազգային հերոսն է։ Տեղել չկա, որ ասես թող այնտեղ հայտնվի, որ հասկանա այս ինչ տարապանք այդ մարդկանց համար։ Զարա ջան, իրականում իրանց ազգային հերոսն է, քանի ծառայում է իրանց, եւ հենց որ չծառայեց իրանց, ընդհանրապես իրանց որևէ բանի համար Թշնամի արիները ոնց որ մենք ենք։ Հա, իհարկե, իսկ բերդում չեն էլ պահելու, որովհետեւ ասենք ձրի բերդում կերտալու իմաստը որն է, ընդհանրապես։ Նեցի չէ, որ Հայաստանից ինչ-որ մեկը կլինի, որ կբանակցի իր վերադարձի համար։ Պատկասնում ես, այդ իրավիճակը թե հանկարծ ինքը բերդում ադրբեջանական։ Լսի, այդ բոլոր հարցերը մի լուծում ունեն, իր հեռացումը։ Բոլոր։ Լսի, ինչքան էլ վատ է կամ լավ է, կամ մի լուծում կա։ Հիմա եթե մենք չենք կարողանում ազգովի այդ մի հարցը լուծենք, մնացածի մասին խոսալը անիմաստ է, որովհետև բոլորը գալի հանգում է այդ մի բանին, այդ մի խնդրին։ Всё։ Ինչ ուզում ես ասա, ուզում ես կոռուպցիա ասա, ուզում ես պարգևավճար ասա, ուզում ես բյուջեի թալան ասա, ուզում ես անարդյունավետ կառավարում ասա, գերիներ ասա, երկրի տարածքի հանձնում ասա, ամեն ինչ նույն գալիս է նույն կետին։ Այդ մարդը ամեն ինչի պատրաստ մարդ է։ Ասում են Հական Ֆիդանը չէր աջակցում, то չգիտեմ, լսեք, ինչի մինչև հիմա Թուրքիայի կամ Ադրբեջանի որևէ ներկայացուցիչ Լսի Հայաստանի ընտրությունների թեմայով մի բառ չխոսացին։ Հələ պատկերացնում ես, ասենք ժամանակին բանից Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցեին ընտրությունների ժամանակ։ Բայց ինչի համար աջակցեին։ Չէ, դու պատկերացնում ես, ասենք այս երկրում ինչ կկատարվեր։ Չէ, բայց իմաստ չկար աջակցելու, որովհետև այդ մարդիկ օգուտ չկար իրանց աշխատողը չէին։ Այս մարդը իրանց աշխատողն է։ Իրանց աշխատողը։ Լսի, մի մարդ, որը սկսի ասի, որ մենք Ադրբեջանին պարտվել ենք, դա արդեն շատ լավ է։
Դու էլ այտենց Արցախը շուտ պետք է հանձնեի, շատ ափսոսացի, որ միանգամից չտվեցի։ Հա, կամ ասենք որ ասում եմ, երբ որ ինձ ասում են թուրք, ես դրանից չեմ ամաչում։ Լսի, հայ ժողովրդի համար թուրք բառը ազգություն չի։ Դա մարդասպանի համարժեքն է, մանկասպանին, ցեղասպանին, հայ մարդը թուրքերի նկատմամբ ինչ որ էթնիկ ատելություն չունի, որ ասում է, թե որ հայ մարդը մեկին թուրք է ասում, դրան նույնացնում է մարդասպանի, ցեղասպանի հետ։ Այս մարդը ասում է աղբեր ջան, եթե որ դուք ինձ ասում եք ցեղասպան, մարդասպան, մանկասպան, մայրասպան, ես դրանից ված չեմ զգում։ Հիմա դու այդ մարդու մասին ասում ես, իսկ արդյոք դա բարոյական է, կամ լավ, այդ ինչ բարոյականություն պետք։ Աներ կա որ չի տեղավորվում։ Լսի, Զառա, դա քո մոտ չի տեղավորվում։ Լսի, դա քո մոտ չի տեղավորվում։ Այդ ոնց որ դու գնաս Աֆրիկայում կան, չէ՞, այդ մարդակերտ ցեղեր։ Տենաս մարդ են ուտում, արա ասես, բայց ոնց կարելի է մարդ ուտել, չի տեղավորվում։ Գասեն է չի տեղավորվում, քեզ է տեղավորվում, մենք այդպես կոմպլեքսներ չունենք։ Այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ այսօր ավարտենք, անկեղծ ես եմ սպասում այդ հունիսի 7-ին, հենց եմ սպասում ոնց որ չգիտեմ։ Էլի եմ ասում, դա սովորական ընտրություն չի, դա հայ ժողովրդի Սարդարաբադն է, հերթական Սարդարաբադը։ Ունենց էլ չի, որ դրանից պետքա վատը զգալ ասել, տարբեր ժողովուրդներ իրանց պատմության տարբեր հատվածներում միշտ տենց խնդրի առաջ են կանգնել, ապրելու, չապրելու, մեռնելու, թե կենթանի մնալու։ Հիմի հայ ժողովրդի համար հերթականը տենց մի հատ փուլն է, այդ սա վտնանեմ, տենց բան չկա։ Սաղ լավ ալնելու դու էդ ասա։ Ես չեմ կարող ասեմ սաղ լավ լինելու։ Ես ասում եմ, որ մենք ժողովրդով պատրաստ ենք այդ ճակատամարտին։ Պատրաստ ենք եւ պետք է ավելի լավ պատրաստվենք։ Հաստատ մենք որոշ պատրաստ ենք այդ ճակատամարտին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, բայց պիտի վատ նորություն ասեմ, այս զզվելին ոնց որ թե մեզ լքում է մի քանի շաբաթ արձակուրդ ա գնում, այնպես որ հաջորդ երկուշաբթի նոր հյուր կունենամ ես տաղավարում։ Նայ, հա, դատարկ տեղդ գալու ես տնաս զբաղվածա, բան լնես, քեզ ված զգաս։ Ես կազատագրեմ տեղը։ Տեսնենք։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, ներքևի հատվածում։ Մինչև հաջորդ հանդիպում։ Ներքևի հատվածում խնդրում եմ բաժանորդագրվեք, կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, կարող եք Ավետիս Բաբաջանին լավ հանգիստ մաղթել, չնայած ես ուրախ եմ իր համար, բայց ամբողջ սրտով չեմ ուրախ, էլի։ Այնպես որ հա։ Գնանք պատրաստվենք։ Պատրաստենք Սարդարապատին։ Գնանք պատրաստենք։ Հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մարդը կապիտուլան բա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։